Այսօր տունն ավելի մեծ է թվում, քան երբևէ։ Պատերը կարծես հեռացել են իրարից, իսկ օդը սառն է, չնայած դուրսում ամառ է։ Երեկ մենք հողին հանձնեցինք պապիկիս, Վարդանին։ Իմ Վարդան պապին։ Ես նստած եմ նրա հին բազկաթոռին, որի պաստառը մաշվել է նրա արմունկների հպումից։ Սեղանին դրված է նրա ակնոցը և կիսատ թողած խաչբառը։ Թվում է, թե հիմա դուռը կբացվի, նա կմտնի ներս, ձեռքին թարմ հաց ու մի փունջ դաշտային ծաղիկներ ու կասի իր սովորական դարձած խոսքերը. «Անահիտ ջան, թեյը դիր, հոգնած եմ»։ Բայց դուռը փակ է։ Եվ այս լռության մեջ ես սկսում եմ հասկանալ, որ ես իրականում ոչինչ չգիտեի այն մարդու մասին, ով ինձ համար և հայր էր, և մայր, և լավագույն ընկեր։ Ես 5 տարեկան էի, երբ ավտովթարը խլեց ծնողներիս կյանքը։ Այդ օրվանից աշխարհը սև ու սպիտակ դարձավ, և միակ գույնը, որ մնացել էր, պապիկիս տխուր, բայց տաքուկ աչքերն էին։ Նա 60 էր, երբ ես մնացի նրա հույսին։ Միայնակ տղամարդ, ով սովոր էր գործարանի աղմուկին ու երեկոյան լռությանը, հանկարծ ստիպված եղավ սովորել մազեր հյուսել։ Հիշում եմ, ինչպես էին նրա կոշտ, աշխատավոր մատները դողում, երբ փորձում էր ժապավեն կապել իմ բարակ մազերին։ Նա երբեք չէր բողոքում։ Երբեք։ Նույնիսկ երբ ես հիվանդանում էի, ու նա ամբողջ գիշեր նստում էր մահճակալիս կողքին, թռչոց դնելով ճակատիս։ Նրա ձեռքերը ծխախորտի ու փայտի հոտ էին գալիս, և այդ հոտն ինձ համար աշխարհի ամենաապահով բույրն էր։ Մեծանալուց հետ մեկտեղ ես հաճախ էի նրանից նեղանում։ Ինձ թվում էր, նա չափազանց խիստ է։ Նա ինձ թույլ չէր տալիս ուշ տուն գալ, ստիպում էր սովորել, միշտ ասում էր. «Անահիտ, դու պիտի մարդ դառնաս, դու իմ հույսն ես»։ Ես երբեմն բղավում էի նրա վրա, փակում դուռը և լաց լինում, մտածելով, որ եթե ծնողներս ողջ լինեին, ամեն ինչ այլ կլիներ։ Նա երբեք չէր պատասխանում իմ գոռոցներին։ Միայն հառաչում էր ու գնում խոհանոց, իր հին ռադիոն լսելու։ Ինձ միշտ թվացել է, որ պապիկը պողպատից է, որ նա զգացմունքներ չունի։ Նա երբեք չէր լալիս, նույնիսկ երբ նայում էր որդու, հորս նկարին։ Նա պարզապես լռում էր։ Ես մտածում էի, նա համակերպվել է։ Ես սխալվում էի։ Երեկոյան, երբ տանը մենակ էի, որոշեցի կարգի բերել նրա սենյակը։ Պահարանի ներքևի դարակում, հին վերարկուների տակ, ես գտա մի փայտե արկղ, այն կողպված չէր։ Երբ բացեցի, սիրտս սկսեց արագ բաբախել։ Ես սպասում էի տեսնել փող, փաստաթղթեր կամ գուցե հին մեդալներ, բայց այնտեղ նամակներ էին, հարյուրավոր նամակներ։ Ծրարները դեղնել էին ժամանակից։ Բոլորի վրա գրված էր նույն հասցեատերը՝ իմ որդի Արմենին և հարսս Գայանեին։ Նա գրել էր նրանց մահից հետո։ Ձեռքերս դողալով վերցրի առաջին նամակը։ Ամսաթիվը ծնողներիս մահվանից ուղիղ 1 շաբաթ անց։ Արմեն ջան, տղաս, ես չգիտեմ ինչպես ապրել առանց ձեզ։ Տունը դատարկ է, օդը խեղդող։ Բայց Անահիտը, նա նայում է ինձ քո աչքերով։ Ես վախենում եմ, Արմեն, ես շատ եմ վախենում։ Ես չգիտեմ ինչպես աղջիկ մեծացնել։ Ես կոպիտ մարդ եմ։ Ես չգիտեմ ինչպես սիրել այնպես, ինչպես մայրը կսիրեր։ Բայց ես խոստանում եմ քեզ, որ նա երբեք իրեն մենակ չի զգա։ Ես իմ վիշտը կփակեմ սրտիս ամենախորը անկյունում, որպեսզի նա չտեսնի իմ արդյունքները։ Նա պետք է ինձ ուժեղ տեսնի։ Արցունքները հոսեցին աչքերիցս։ Ես կարդում էի մեկը մյուսի հետևից։ Նա գրել էր ամեն շաբաթ, 15 տարի շարունակ։ Ահա մեկ ուրիշը, երբ ես 7 տարեկան էի։ Գայանե ջան, այսօր Անահիտը առաջին անգամ դպրոց գնաց։ Սպիտակ ժապավենները նրան շատ էին սազում։ Ես փորձեցի հյուսել, բայց ծուր ստացվեց։ Նա նեղվեց, բայց հետո գրկեց ինձ ու ասաց. «Ոչինչ, պապիկ, դու ամենալավն ես»։ Այդ պահին ես ուզում էի գետինը մտնել, որ դուք չկակու չեք տեսնում այս հրաշքին։ Ես ամեն գիշեր աղոթում եմ, որ Աստված ինձ կյանք տա այնքան, մինչև նա ոտքի կանգնի։ Եվս մեկ նամակ, գրված այն օրը, երբ ես բղավել էի նրա վրա և ասել, որ ատում եմ մեր աղքատիկ կյանքը։ Արմեն, այսօր սիրտս շատ է ցավում։ Ոչ թե ճնշումից, այլ Անահիտի խոսքերից։ Նա իրավացի է։ Ես չեմ կարող նրան տալ այն ամենը, ինչ ուրիշներն ունեն։ Ես ծեր եմ ու հոգնած,
բայց ես չեմ կարող նրան ասել, որ ամեն ամիս իմ թոշակի կեսը պահում եմ նրա ուսման համար։ Նա ուզում է նոր հեռախոս, իսկ ես ուզում եմ նրան ապագա տալ։ Նա ինձ չի հասկանում, եւ դա իմ մեղքն է։ Ես չափազանց լուռ եմ, բայց ես նրան այնքան եմ սիրում, որ պատրաստ եմ լինել վատը, միայն թե նա լավ ապրի։ Արկղի ամենատակը դրված էր մի տետր։ Դա նրա օրագիրն էր, որը նա սկսել էր գրել վերջին ամիսներին, երբ արդեն գիտեր իր հիվանդության մասին։ Ես չգիտեի, որ նա հիվանդ է, նա թաքցրել էր։ Վերջին գրառումը արված էր մահվանից 2 օր առաջ, ձեռագիրը դողդոջուն էր, տառերը թեքված։ Անահիտս, իմ լուսավոր աղջիկ, եթե դու կարդում ես սա, ուրեմն ես արդեն հանդիպել եմ ծնողներիդ։ Ես ամբողջ կյանքում քեզանից թաքցրել եմ իմ ամենամեծ գաղտնիքը։ Դու միշտ մտածել ես, որ ես քեզ փրկեցի, պահելով ու մեծացնելով, բայց ճշմարտությունն այն է, բալես, որ դու ինձ փրկեցիր։ Երբ Արմենն ու Գայանեն մահացան, ես էլ մահացա նրանց հետ։ Ես պլանավորել էի վերջ տալ կյանքիս, որովհետև ցավն անտանելի էր։ Բայց հետո դու լաց եղար հարևան սենյակում, դու ուզում էիր ուտել, եւ այդ լացը ստիպեց ինձ վեր կենալ։ Ամեն առավոտ ես արթնանում էի ոչ թե նրա համար, որ ուզում էի ապրել, այլ որովհետև դու կայիր, դու դարձար իմ շնչառությունը։ Դու կարեցիր իմ կոտրված սիրտը քո փոքրիկ ձեռքերով։ Ներիր ինձ, որ հաճախ խիստ եմ եղել։ Ես պարզապես վախենում էի, որ կյանքը քեզ էլ կխլի ինձանից։ Սիրում եմ քեզ, ավելին քան կյանքը։ Ես նստած եմ հատակին, նամակները գրկած։ Արցունքները թրջել են թուղթը։ Սենյակում մութ է, միայն լուսնի լույսն է ընկնում պաբիկի ստիմանկարին։ Նա ժպտում է այդ նկարում, այն հազվադեպ թաքուն ժպիտով, որը ես հաճախ չէի նկատում։ Հիմա ես հասկանում եմ ամեն ինչ։ Նրա լռությունը անտարբերություն չէր, դա զոհաբերություն էր։ Նրա խստությունը դաժանություն չէր, դա պաշտպանություն էր։ Նա ապրեց իմ կյանքով, մոռանալով իրենը։ Եվ նա գնաց թողնելով ինձ այս նամակները, որպեսզի ես վերջապես իմանամ, թե որքան թանկ եմ եղել իր համար։ Պապիկ, շշնջում եմ ես դատարկ սենյակում, ես քեզ լսում եմ, դու մենակ չես, եւ ես խոստանում եմ քեզ, ես երջանիկ կլինեմ։ Ես կապրեմ այնպես, որ դու եւ ծնողներս այնտեղ, վերևում, հպարտանաք ինձանով։ Ես վեր եմ կենում, սրբում արդյունքներս եւ մոտենում պատուհանին։ Դրսում քամին խաղում է ծառերի ճյուղերի հետ, եւ այդ պահին ինձ թվում է, թե քամու հետ լսում եմ նրա ձայնը։ Թեյը դիր, Անահիտ ջան, ամեն ինչ լավ է լինելու։